Օրինակ ես արգելական եկեղեցուց չեմ, բայց մենք Սուրբ Երրորդությունը ընդունում ենք։ Նորմալ է։ Եթե եկեղեցի է, ձեր համայնքը կոչվում է եկեղեցի, բնականաբար Սուրբ Երրորդությունը դուք կընդունեք, որովհետև եկեղեցի եք համարվում։ Եթե եկեղեցի է, դա Աստծո տունն է, դա այդտեղ ավետարանն է ընթերցում եւ մատուցում է մարդկանց ավետարան Աստծո խոսքը։ Կյանքի խոսքը աղանդ եք ներկայացնում, բայց ինչի է աղանդ ներկայացնում կյանքի խոսքը։ Կյանքի խոսքին ի՞նչ աղանդ։ Կյանքը խոսքը իր մեջ արդեն կյանք ունի, եթե ավետարանը համարվում է կյանքի խոսք եւ տվյալ համայնքը անվանվում է կյանքի խոսք անունով, դրա աղանդը ո՞րն է։ Եթե տվյալ համայնքում ավետարան է քարոզում, Հիսուս է քարոզում, դրա աղանդը ո՞րն է։ Մարդիկ Աստծուն պաշտում են այս կերպ, մարդիկ Աստծուն պաշտում են այն կերպ, բայց Աստծուն են պաշտում։ Դա նորմալ է։ Աստված ոչ առաքելական եկեղեցուց է, Աստված ոչ բողոքական եկեղեցուց է, ոչ ավետարանական եկեղեցուց է, Աստված ոչ կաթոլիկ եկեղեցուց է, ոչ ուղղափառ եկեղեցուց է, Աստված է։ Իսկ եկեղեցու անվանումները որ շատ են, սա առաքելական չեն համարվի, որպեսզի իրարից տարանջատեն, իմանան Հայաստանին, Իտալիային, Ռուսաստանին, չգիտեմ Գերմանիային, ԱՄՆ-ին, պիտի եկեղեցիների անվանումներով տարբերեն եկեղեցիներին։ Հիմա Նիդերլանդները տարածաշրջանում բողոքական երկրներ են, Հայաստանը առաքելական, սլավոներին ուղղափառներ են այնտեղ համարված, եկեղեցի կոչվում ուղղափառ, ստորին հատվածում Եվրոպայի կաթոլիկներ են, իրենց եկեղեցի կոչվում է կաթոլիկ, բայց բոլորը եկեղեցի են։ Հասկանաք, հիմա ավետարանական եկեղեցիներ մեկը հոգեգալստական է, մեկը Էմանուել է, մեկը Աստծո տունն է, մեկը Աղոթքի տունն է, ամեն մի խմբավորում պիտի իր անվանումը ունենա, սակայն եթե եկեղեցի է համարվում, դա եկեղեցի արդեն Աստծո տունն է, սակայն ամեն Աստծո տուն ունենում է իր անվանումը, սա չի դառնա առաքելական, որպեսզի տարբերվեն իրարից իմանան դու որ համայնքից ես, դու առաքելական ես հաճախում, ես կյանքի խոսք եկեղեցու, այնտեղ այլ կերպ Աստծո ծառայությունը մատուցվում պատարակներով, այստեղ այլ կերպ Աստծո ծառայությունը մատուցվում, Աստծուն է ծառայում, տարբեր անունները պիտի լինեն, որ իմանան որ եկեղեցի է, սա